Այս ընտրությունների ամենակարևոր ուղերձը դա չի, ընտրությունների ամենակարևոր ուղերձը միջև ամենակարևոր ուղերձին հասնելը, ես մի բան էլ ասեմ, տեսեք, հիմա նաև ուղիղ եթերում ենք, ես ուզում եմ, որ ոչ մի գյուղում թող եկեք ժամանակ կորցնենք ջրի հետ կապված խնդիրներ բարձրացնելու համար, որովհետև մենք գիտենք, որ հանրապետությունում այդպիսի գյուղ չկա, բնակավար չկա, որտեղ ջրի հետ կապված խնդիր չլինի, եւ որպեսզի մարդիկ ամբողջությամբ արձանագրեն, որ մենք հարցի լրջությունը շատ խորը գիտակցում ենք, դրա համար մենք ասում ենք հետեւյալը, ասում ենք ոնց որ նախորդող շրջանում մեր առաջնահերթությունը եղել է խաղաղության օրակարգը, առաջիկա 5 տարիներին մեր 5 առաջնահերթություններից մեկը ըլնելու է ջրի հետ կապված հարցերը, ոռոգման ջուր եւ խմելու ջուր։ Դրա համար ես խնդրում եմ դուք էլ, որ ուրիշ տեղերում եք ջրի հետ կապված հարցերով խոսացել ենք, եկեք դրա վրա նույնիսկ ժամանակ չկորցնենք։ Դա արձանագրած է, գիտենք եւ կանենք անպայման։ Բայց այս ընտրություններում ամենակարևորը խաղաղությանը տեր կանգնելն է, որովհետև մենք այո, բազմաթիվ մենք իրար հետ դժոխքի միջով ենք անցել ժողովուրդ։ Մենք դժոխքի միջով անցել ենք, բայց մենք հասել ենք մեր ավետյաց երկրին, մեր երազանքների երկրին, մեր հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը, որը այսօր ավելի անվտանգ է, քան երբևէ, ավելի խաղաղ է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ։ Եվ 2021 թվին մենք ձեզ ինչ ենք ասում ենք ապագա կա, այդ ժամանակ ապագան այո կասկածի տակ է։ Այսօր մենք եկել ենք ասել, որ ապագան այսօր